Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Իրանահայ ազգային հասարակական գործիչ, Իրան-Հայաստան առևտրի պալատի գործադիր տնօրեն պարոն Գասպար Ամիրխանյանին։ Բարև ձեզ, պարոն Ամիրխանյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար եւ բարի գալուստ Երևան։ Շնորհակալ եմ։ Ես տեղեկացա, որ օրերս եք եկել Երևան Թեհրանից, այս ընթացքում դե գիտեք պատերազմական իրավիճակով պայմանավորված Հայաստանում նույնպես շատ մեծ հնչեղություն է ստացել, ուշով Հայաստանում հետևում են եւ հետեւաբար կխնդրեմ ձեզ ներկայացնեք, թե ինչպիսի իրավիճակ է Թեհրանում, թե մեր ճանապարհներին, արդյոք մարդկային մեծ հոսք սահմանին այդ թվում, թե չէ։ Խնդրեմ։ Ինչ որ պիտի իրավիճակի մասին բացատրեմ, նախ այն լուրերը, որ գալիս են այդքան խոճապի մասին, իրականությանը չեն համապատասխանում։ Հենց այս րոպեին, որ ես Երևանում եմ, Թեհրանում իմ բազմաթիվ ընկերներ ընտանիքով ապրում են, իրենց հետ կապի մեջ ենք։ Պարզ է պատերազմական վիճակ է, մտահոգություններ կան, բայց կյանքը կարելի է ասել, որ պատերազմական վիճակին համապատասխան նորմալ է ընթանում։ Դուրսի լուրերը այլ կերպ են փորձում ներկայացնել, բայց առի տեղեկություն ցեզ ասեմ, այնտեղ բանկային համակարգը աշխատում է, հանրային տրանսպորտը աշխատում է, թաքսիներ աշխատում են, պարզ է բենզինի մի քիչ պակասուրդ կա, այսինքն հերթ են կանգնում մարդիկ, եթե նորմալ օրերին մարդը կես ժամով էր կարողանում բենզինը իր ավտոյի համար հարմարեցնել, հիմա 1.5 ժամ է հերթի մեջ, բայց բենզինը կա, խնդրեմ չկա, ոչ միտեղ չեք կարող հանդիպեք, որ բենզալցակայանը ասի, որ ես օրինակ վառելիք չունեմ, նման բան չկա, բոլոր տեղերում վառելիքը կա։ Այսինքն կյանքը իր բնական հունով է ընթանում։ Բնական է, բայց պատերազմական վիճակին համապատասխան, այսինքն մարդիկ իրար հետ անընդհատ խոսում են պատերազմից, այսօր ինչ պատահեց, որտեղ հարվածեցին, մերոնք ինչ արեցին, այսինքն այդ վիճակն է։ Բայց օրինակ հաստուղներում առաջին 2-3 օրը մի քիչ հերթեր առաջացան, բայց արդեն երեքշաբթի օրը, որ ես Թեհրան էի, նորմալ էր։ Մեր փողոցում հաստուղներ կան, որտեղ բնական օրերին 5-6 հոգի էին հերթի մեջ, հիմա 10 հոգի, 12 հոգի։ Այդ ես հաշվելով եմ ասում, այսինքն այնպես որտեղ իմ համար էլ հետաքրքիր էր, որ ինչ վիճակ պիտի լինի։ Խանութներում ամեն տեսակ մթերքը կա, որոշ պարզ է ուտեստներ կային, որ առաջին օրերին մարդիկ այսպես խոճապի մի քիչ մատնված հավաքեցին, բայց հիմա նորմալ է։ Դուք գնաք խանութներում ինչ որ ուզեք, մի քիչ հիմա կարող է քանակը քիչ տրամադրեն, բայց տրամադրում են, հարց չկա։ Մարդիկ եւի նորմալ ձևով աշխատանքի են գնում, հա։ Ուրեմն աշխատանքի խնդիրը առաջին 3 օրը նորմալ աշխատում էին, բայց արդեն 4-րդ օրվանից նկատի առնելով իրավիճակը, վտանգները, որևէ աշխատող, եթե ցանկանում էր իր արձակուրդից օգտվել, դիմում էր տնօրենության եւ 3 օր, 5 օր 10 օր արձակուրդ էր վերցնում, հիմա այդ իրավիճակն է, մենք էլ արձակուրդ ենք վերցրել, մի քանի օրով, իհարկե մենք թե Հայաստանում մի շարք ցուցահանդեսների առումով հանդիպումներ պիտի ունենանք, այդ հնարավորություն ստեղծվեց եկանք Թեհրան, եկանք Երևան, դա որ կարող եմ ասեմ, որ կյանքը բնական է, այն խոճապի խնդիրներ չկան, պարզ է վտանգ կա, ամեն օր հարվածում են, մենք ձայնը լսում ենք, եթե մոտ է դողոցը զգում ենք, բայց կյանքը իր հունով ընթանում է։ Շատերից հետաքրքրում է հայ համայնքի վիճակը, պարոն Ամիրխանյան, թե ինչի վիճակում են գտնվում հայերը, արդյոք տուժել են, թե ոչ, եւ ինչ տրամադրություններ կան։ Նախ Իրանայի հայ համայնքը մեր թեմակալ առաջնորդը հենց առաջին օրը դատապարտեց Իսրայելի հարձակումը եւ ինչպես միշտ Իրանահայ համայնքը հայտարարեց, որ ամբողջապես կանգնած է Իրանի ամբողջականությունը, իրավունքները պաշտպանելու գործում եւ ինչ որ հարկը լինի, պատրաստ ենք նվիրաբերելու, կատարելու։ Գիտեք 1980-ականների 8-ամյա պարտադրյալ պատերազմը, որ Իրաքի կողմից եղավ նախահարձակում, Իրանահայությունը ամբողջ շարքերով մասնակցեց, 120-ից ավել մենք նահատակներ ունեցանք, հազարավոր հայ երիտասարդներ Իրանի բանակի շարքերում մասնակցեցին պատերազմին,
Հիմա էլ նույն իրավիճակն է, ինչ որ հարկը լինի, հենց այսօր էլ որ մենք խոսում ենք, Իրանի զինյալ ուժերի շարքերում կան իրանհայ երիտասարդներ, որոնք ծառայում են, իրենց պարտքն են կատարում, եւ այդ առումով մենք կանգնած ենք Իրանի ամբողջականության կողքին, Իրանի ժողովրդի կողքին, եւ չեմ կարծում, որ որևէ խնդիր լինի, պետական այրերը, պետական համակարգն էլ իրանահայերին լավ են ընդունում, լավ են ճանաչում եւ այդ առումով գնահատում են։ Առի տեղեկություն ցես Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին 2 օր առաջ իր հարցազրույցում նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը Իսրայելի հարձակումները դատապարտելու համար եւ նաեւ շնորհակալություն հայտնեց իրանահայությանը իր այդ կեցվածքի համար։ Իսկ արդյոք օրինակ իրանահայերի ենթակառուցվածքները, այսինքն ինչ որ ձև տուժել են կամ հաստատությունները կան նման տեղեկություններ։ Որևէ հաստատություն ազգային հասարակական չի տուժել, որևէ հայ գործարարի սեփականություն չի տուժել մինչև այսօր եւ հույսով ենք որ չտուժի, այնպես որ այդ առումով էլ ապահով վիճակում ենք։ Պարոն Ամիրխանյան, ընդհանրապես լուրեր են տարածվում, որ այս պատերազմական իրավիճակով պայմանավորված իրանցիները փորձում են լքել քաղաքը, Թեհրանը, տարբեր մասեր գնալ, սրանք որքանով են համապատասխանում իրականությանը, արդյոք այս հոսք կա թե չէ, եւ դուք էլ որ երեքշաբթի օրը չեմ սխալվում Երևան էի գալիս, այդ ճանապարհներին ինչ վիճակ էր։ Նախ ճանապարհները շատ նորմալ էին, կարող ասել ինձ համար էլ անակնկալ էր, սպասում էի որ խճողում բան կլինի, Թեհրանից մինչև սահմանը շուրջ 900 կիլոմետր է, այդտեղ անցնում ենք Զանջան, Թավրիզ, հետո Ջուլֆա, Ջուլֆայից հետո գալիս ենք Հայաստանի սահման, բոլոր քաղաքներում, այսինքն այդ ճանապարհը որ մենք անցանք, բնականon էր, ինչպես միշտ խցանումներ չկային այս։ Խցանումներ, ոչ մի խցանում չկար, հակառակը, ես ուզում եմ ասեմ, որ նախքան այս պատերազմական վիճակ, եթե մենք ավտոբուսով գալիս էինք դեպի Հայաստանի սահմանը, այդ Թեհրանի մոտակայքում մի 2 ժամ խճողում էր առաջանում, Քարաջ եւ Ղազվին քաղաքների մոտ, բայց այս անգամ հետաքրքիր էր, որ ոչ մի խճողում անգամ այդ քաղաքներում էլ չկար։ Մի քիչ մեքենաների քանակն էր պակաս, դա էլ ես համարում եմ բենզինի հետ կապված խնդիր, թե չէ ճանապարհը շատ ապահով էր, շատ հանգիստ եկան։ Իսկ իրանցիները լքում են քաղաքը Թեհրանը, այլ քաղաքներ կամ այլ մասեր տեղափոխվելու համար։ Տեսեք, վերջապես ապահովության համար մարդիկ բոլորը ընտանիքների համար մտահոգ են, ապահովության խնդիր ունեն եւ բոլորը գնում են Թեհրանի մոտակա շրջանները, այն շրջանները, որ իրենց կարծիքով ավելի ապահով են։ Առ տեղություն ցես, Իրանի հյուսիսային Կասպից ծովի ծովամերձ եզերքները Թեհրանի հայերի շաբաթավերջի հանգստյան վայրերն են։ Մազանդարանի կողմ։ Այո, Մազանդարանի մասը, այդտեղ օրինակ ամեն 5 շաբթի ուրբաթ, որ մեր ոչ աշխատանքային օրերն է, Թեհրանից 1 միլիոնից ավել ժողովուրդ սովորական պայմաններում գնում են հանգստանալու։ Հիմա մի քիչ այդ թիվը շատացել է այդ շրջաններում, այնտեղ մի որոշ խնդիրներ կան, օրինակ հացի մթերքի հետ կապված, բանի հետ կապված դրան, որ մի քիչ այդ այցելուների թիվը բարձրացել է, թե չէ մնացածը ով տարբեր քաղաքներում ծանոթ բարեկամ ազգական ունի, գնում են իրենց այդ բնակարաններն են բնակվում։ Այսինքն հիմնական քաղաքից քաղաք են տեղափոխում, այլ ոչ թե երկրից երկիր, հա։ Երկրից երկիրն էլ մի քիչ, ասենք, քանակը բարձրացել է, բայց ոչ այն ձև, որ պատկերացնեք։ Նախ սա կապված է դոլարի կուրսի հետ, ամեն մարդ չի կարող երկրից դուրս գա, երկրորդը կարիքն է չեն զգում։ Եթե կարող են Թեհրանից մի 300 կիլոմետր հեռանալով ապահով վայր գտնեն, գնում են այդտեղ իրենց ազգական բարեկամի մոտ։ Օրինակ Հայաստան էլ որ մենք արդեն մուտք էինք գործում, իմ կարծիքով քանակապես այնքան կարող եմ ասեմ 10-20% բնական օրերից ավել էր մուտք գործողների թիվը։ Իսկ հոսքը կարող է մեծանալ ձեզ պարոն Ամիրխանյան։ Հոսքը կարող է մեծանալ, եթե պայմանները մի քիչ ավելի պատերազմը թեժանա, այդ վտանգը շատանա, կարող է որ հոսքը եւս մի քիչ թե արականա, թե շատանա։ Հույսով տեսնենք։
Հաշվի առնելով ձեր զբաղեցրած պաշտոնը, նաև կուզեի տնտեսական բաղադրիչի մասին խոսել, մասնապես տնտեսական կապերի զարգացման, այս բնականաբար շատ հյուծիչ պատերազմ է ընթանում Իրանի եւ Իսրայելի միջև, խոցում են ենթակառուցվածքները, այս ամենը կարող է ուղիղ ազդել Իրան-Հայաստան տնտեսական կապերի զարգացման դինամիկայի վրա, ինչ իմաստով որ դժվարանան արտահանումների ներկրումների ծավալները կամ գուցե դանդաղեն կամ ինչու՞ չէ կանգնեցվեն որոշ ժամանակով ընթացիկ ծրագրերը, սա ինչ որ կերպ կարող է ազդել տնտեսական կապերի վրա։ Բարեբախտաբար, մինչև այս օրը բացասական ազդեցություն պատերազմը չի ունեցել Իրան-Հայաստան առևտրի բնագավառում։ Ես հենց սահմանին հարցրեցի թե մաքսային գործողներից պարսկական կողմը եւ թե մեքենավարները, որ ապրանք են փոխադրում Հայաստան, գիտեք, օրը 300 բեռնատար մեքենաներ Իրանից մուտք են գործում Հայաստան, տափրեր տեսակ ապրանքատեսակներ են ներմուծում Հայաստան, դեռ մինչև 3 որևէ ասենք բացասական երևույթներ չկար։ Պարզ է, եթե պատերազմը ավելի երկարացկվի, հավանաբար իր բացասական ազդեցություն կունենա, բայց հիմնականում կշարունակվի առևտուրը երկու երկրների մեջ, որտեղ ճանապարհներին դժվարություն չկա, ապրանքները, որ Իրանում են արտադրվում, դեռ արտադրությունը շարունակվում է, իսկ այն ապրանքները, որ Իրանից տրանզիտ են լինում, դրանց համար էլ խնդիր դեռ չկա այսօր, օրինակ Բանդար Աբբասում բնականոն կյանք է, մաքսազերծվում են ապրանքները, բեռնատար մեքենաները տեղափոխում են Հայաստան, բայց ուզենք թե չուզենք, պատերազմը եթե երկար տևի, իր բացասական ազդեցությունը կունենա։ Բայց ներկա պահին չկա նման տենդենս։ Ներկա այս մեկ շաբաթվա ընթացքում որևէ բացասական ազդեցություն մենք չենք նկատում։ Բեռները Բանդար Աբբասից մինչև Թեհրան ազատորեն հասնում են, որևէ խնդիր բեռների համար չկա։ Այսինքն որևէ մտահոգություն չկա, որ կարող են ինչ-որ ծրագրեր դադարեցվել կամ դանդաղեն դեռ նման միտումներ չի նկատվում։ Ընդհանրապես երկկողմ առևտրի ծավալների մասին բնականաբար կողմերը խոսում են շատ նաև հավակնոտ ծրագրերի մասին, երկկողմ ապրանքաշրջանառությունը ընդհանուր 3 միլիարդի հասցնելու, սկզբում մինչև 1 միլիարդի հասցնելու մասին։ Այս կոնտեքստում շատ է խոսում նաև Արաքսի վրա երկրորդ կամուրջի շինարարության հեռանկարը կամ անհրաժեշտությունը։ Դուք ինչպես եք տեսնում, արդյոք ծրագրերը ընդհանրապես ինչ փուլում են, արդյոք կողմերը քննարկում են այս հարցը թե ոչ։ Պետական առումով կողմերը շարունակաբար քննարկում են այս հարցը։ Բարեբախտաբար այսօր կարող ենք ասել, որ առևտրի ընդհանուր ծավալը $750 միլիոն տարեկան արդեն հասել այդ սահմանը, հատում է սահմանը եւ հույս ունենք, որ շուտով 1 միլիարդի հասնենք։ Դա իրական տեսլական է։ Բայց այստեղ հիմնականը մեր ենթակառուցվածքների խնդիրն է։ Մանավանդ հայկական կողմում։ Տեսեք 30 տարուց ավել է երկու երկրների միջև առևտրական կապը առկա է, Հայաստանի այդ սահմանը պատերազմի 92 թվականի պատերազմի օրերին կոչվում էր կյանքի ճանապարհ, բայց այդ կյանքի ճանապարհը երկու կողմի պետական կարելի ասել համակարգերը այս 30 տարում չկարողացան նորմալ, շատ հարմար ճանապարհ զարգացնել, կառուցել, մանավանդ Ագարակից Երևան 396 կիլոմետր ճանապարհը ոչ Հայաստանի տարբեր իշխանություններ, ոչ Իրանի կողմը չկարողացան այդ ռազմավարությամբ շատ նշանակալի ճանապարհը հարմարագույն ձևով վերակառուցել։ Դա նոր Ագարակ Քաջարյան ճամփան նոր է սկսել, դա մի տարուց հետո նոր այդ 32 կիլոմետրը կավարտվի, բայց մեր հիմնական խնդրեմը այդ Քաջարանից Սիսիանն է, որը մեծ դժվարությունների հետ է կախված։ Հասկանալի է եւ այստեղ նաեւ կուզեի հարցնել հյուպատոսության մասին, էլի շատ է քննարկում Թավրիզում հյուպատոսությունը, այդպես է կարծեք թե ձգձգվում է, չնայած որ երկու կողմն էլ հաստատում է, որ ընթացքի մեջ է, այստեղ ինչ կարելի է սպասել։ Սա նույնպես կարող է նպաստել երկկողմ կապերի, տնտեսական կապերի ակտիվացմանը։ Փաստորեն ինչ հյուպատոսություն, որ ինչքան թիվը բարձրանա, նպաստելու երկու երկրների
ավելի փոխհարաբերությունների ջերմության եւ ավելի զարգացման։ Ինչի՞ չի բացում, խնդիրը որտեղ է։ Տեսեք, խնդիրը նախ պետական դանդաղ գոտություն կա։ Ընդհանրապես պետական ապարատները աշխարհում ամենտեղ դանդաղ են աշխարհում։ Այո, բյուրոկրատիա։ Դա եթե մասնավոր սեկտորի ձեռքում լիներ, իմ կարծիքով արդեն բացված էր, արդեն աշխատում էր, թե Հայաստանի պետությունը, թե Իրանի պետական այդ համակարգը նախ բոլորն էլ հաստատում են, որ ներկա օրերում Իրան-Հայաստան հարաբերությունները այսքան ջերմ, այսքան բարեկամական երբեք չեն եղել դարերի ընթացքում։ Այսօր թե երկու երկրների ժողովուրդը եւ թե պետական ապարատները միասին շատ բարձր մակարդակի հարաբերությունների մեջ են եւ որևէ խնդիրներ մենք այդ առումով չունենք եւ դեռ ավելի էլ հեռանկարը շատ ավելի լավ է, շատ ավելի զարգանալու է։ Հուսամ, որ ենթակառուցվածքների հարցն էլ կլուծվի, որպեսզի կարողանան գոնե ապագա 5 տարում այդ 3 միլիարդ դոլարի շեմը որ ճշտել ենք, կարողանանք փոխադարձ համագործակցությամբ հասցնել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Իրան-Հայաստան առևտրի պալատի գործադիր տնօրեն պարոն Գասպար Ամիրխանյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։